Ես կարծում եմ դեռ Բաքվում պահվող 20 թվականի պատերազմից հետո պահվող պատանդների խնդիրը շատ կարևոր է նշել, քանի որ իմ հասկանալով, եթե խաղաղության համաձայնություն եք ձեռք բերում, միևնույն է պետք է նաև անդրադառնա քայլեր ձեռնարկեք, որպեսզի խաղաղություն ապահովեք, եւ եթե պատերազմից դեռ մարդիկ գերեվարված են, բանտում են պահվում ու պատանդ են պահվում մի երկրում, որ եթե խաղաղություն եք համաձայնեցնում, ապա ես կարծում եմ իրավական միջոցներ պետք է ձեռնարկվեն եւ ինչպես ասեմ, Հայաստանի լավ, ես կարծում եմ, որ այդքանով սահմանափակվեմ։ Ազատությունից զրկված անձանց մասին։ Գիտեք, շատ զգայուն հարց է սա եւ մեր դիրքորոշումը որն է։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության եւ խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը։ Սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Դա է մեր դիրքորոշումը։ Ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես։ Դա է մեր ընկալումը։